Բարև, ձեզ ողջունեմ մեր սիրելի Տիրոջ Հիսուս Քրիստոսի անունով։ Այսօր ամփոփ ձևով պիտի դամ օրինակ մը որ գծուցնե թե ինչպես կլա խաչի կարոզությունը։ Տեսանք, որ Աստուծո խոսքը կգազմվի երկու բաղկացուցիչ տարրերը՝ Աստուծո օրենքը եւ Աստուծո ավետարանը։ Աստվածաշունչին մեջ ամենուրեք այս երկուքը միասին կգտնվին միշտ։ Եթե Աստվածաշունչին մեջ կարդաս որևէ հատված եւ ոնց չտեսնես օրենքը եւ ավետարանը միասին, ուրեմն պետք է գիտնաս թե այդ հատվածը ուղիղ ձևով չհասկացար, նույնիսկ եթե այդ հատվածին իմաստը հասկացար։ Եթե այդ հատվածին մեջ օրենքը եւ ավետարանը միասին չտեսնես հստակ ձևով, ամբողջ սերտողությունդ եւ գիտությունդ անիմաստ են։ Եթե կարոզիչը այդ հատվածը քեզի մեկնաբանե կամ ներկայացնե այս երկուքեն նույնիսկ մեկը չեղյալ լինելով կամ զայն սխալ ձևով ներկայացնելով, այդ կարոզիչը սուտ վարտաբեդ է, որ քեզի մահացու սուդեր կսորվեցնե, նույնիսկ եթե հրեշտակի պես մարդ մը ըլլա։ Օրենքը եւ ավետարանը միասին պետք է կարոզվին միշտ եւ բոլոր մարդոց, սակայն նաեւ պետք է որ անոնց միջև դարբերությունը հստակորեն ներկայացվի։ Օրենքը մեզի պիտի ցուցնե Աստուծո սրբության բարձր չափանիշը եւ մեր մեղավորության խորքը, ու մեզ պիտի առաջնորդե դեպի ավետարանը, այսինքն դեպի խաչյալ Քրիստոսը։ Օրենքը պետք չէ ներկայացվի այնպես, որպես թե կարող ենք զայն կատարելով արդարանալ ու սրբանալ կամ այլ խոսքով բրգվիլ։ Օրենքի գործերով ոչ ոք կրնա արդարանալ Աստուծո առջև։ Օրենքը մեզ կառաջնորդե Քրիստոսի մոտ, միակ մարդուն մոտ, որ օրենքը կատարելապես կատարեց եւ կարող է մեզ բրգել մեղքեն։ Այսպես ամբողջ Աստվածաշունչին նույնն է միայն ու միայն խաչյալ Քրիստոսը։ Դեր Հիսուսը ասավ. «Զննեցեք քիրքերը, որովհետև դուք կգարձեք անոնցմով ունենալ հավիտենական կյանքը։ Բուն անոնք են, որ կվգայեն իմ մասիս»։ Հովաննու 5:39։ Հոստերը հրյաներուն կբացատրեր, թե չի բավեր Աստվածաշունչը քննել ու սերդել եւ մեծ աստվածապաններ լալ։ Եթե Աստվածաշունչին մեջ չտեսնենք խաչյալ Քրիստոսը, ուրեմն մեր ամբողջ սերդողությունն ու գիտությունը բարաբ ու անիմաստ են եւ մեզի հավիտենական կյանք չեն տար։ Գրնաս Աստվածաշունչը սերդել ու զայն շատ լավ հասկանալ, սակայն միևնույն ադեն զայն ուղիղ եւ բրգարար ձևով չհասկանալ։ Եթե քու մեկնաբանությունդ Քրիստոսագետրոն չէ, ուրեմն քու մեկնաբանությունդ Աստուծո թեմ է, որքան ալ քեղեցիկ ու ներշնչող թվի այդ մեկնաբանությունը։ Աստվածաշունչը կբաղանա 66 սուրբ գիրքերը, բոլոր սուրբ գիրքերը, այսինքն բոլոր Աստվածաշունչ գրությունները կվգայեն միայն Քրիստոսի մասին։ Աստվածաշունչի գետրոնական նյութն է Աստուծո մարմնացյալ միածին որդին, որ խաչին վրա կատարեց մեր փրկությունը, եւ բոլոր մյուս նյութերը մաս կգազմեն այս գետրոնական նյութին։ Օրենքը մեզ կառաջնորդե ավետարանին, եւ ավետարանը միայն խաչյալ Քրիստոսի մասին է։ Ուստի եթե Սուրբ գրային որևէ հատվածի մեջ խաչյալ Քրիստոսը չտեսնենք, կամ թե որևէ հատվածի մեջ Քրիստոսը տեսնենք որպես երկրորդական նյութ կամ որպես բարձ օգնական, ուրեմն այդ հատվածը ուղիղ եւ բրգարար ձևով չհասկացանք, այդ հատվածին մեջ են խաչյալ Քրիստոսը չընդունեցինք։ Աստվածաշունչը ամբողջովին խաչի խոսքն է։ Պետք է Սուրբ գրային ամեն հատվածի մեջ տեսնենք Աստուծո կատարյալ սրբությունը, մարդուն ամբողջական մեղավորությունը եւ խաչյալ Քրիստոսը որպես միակ դերն ու բրգիչը։ Եվ այս բոլորը պետք է տեսնենք ուխտական սկզբունքին համաձայն, ինչպես տեսանք, այսինքն Քրիստոսին հետ միշտ պետք է տեսնենք անոր սուրբ ժողովուրդը, անոր հարսը եւ մարմինը, եկեղեցին։ Ահա այս է Աստվածաշունչի մեկնաբանության ուղիղ սկզբունքը։ Պետք է Աստվածաշունչը մեկնաբանենք Քրիստոսագետրոն եւ խաչագետրոն ձևով եւ ոչ մարդագետրոն ձևով։ Խաչի սկզբունքն է Աստվածաշունչի ուղիղ մեկնաբանության գետրոնական սկզբունքը, որովհետև Աստվածաշունչը Աստուծո մեկ խոսքն է, որ ամբողջովին Քրիստոսի մասին է։ Աստվածաշունչը ինքն իրեն չի հագասեր։ Աստվածաշունչը Աստվածաշունչին միակ օրինավոր մեկնաբանիչն է։ Եվ ինչպես տեսանք, Աստվածաշունչը մեկ խոսք ունի մեզի ըսելիք։ Խաչի խոսքը, խաչյալ Քրիստոսը, որ Աստուծո հավիտենական խոսքն է, կամ բանն Աստուծո։ Ուրեմն խաչի կարոզությունը Քրիստոսագետրոն է։ Ամբողջովին միմիայն խաչյալ Քրիստոսի մասին է, միմիայն Քրիստոսի արդարության մասին է եւ ոչ մարդուն արդարության մասին։ Խաչի խոսքը Աստուծո իմաստությունն է եւ ոչ մարդուն իմաստությունը։ Բնական մարդը, որ Քրիստոսով հոգի են ծնած չէ, խաչի խոսքը հիմարություն կսեբե եւ զայն կմերժե։ Հետևաբար սուտ վարդապետներուն քարոզները գտարնան մարդուն արդարության շուրջ եւ խստիվ կմերժեն խաչի սկզբունքը։
Քանի որ խաչի խոսքը ընդհանուր առմամբ մերժված է մարդոց կողմէ, իսկ ընդհանուր առմամբ ընդունված է ադոր հագարակ վարդապետությունը, որ մարդուն արտարության եւ զորության սուտ ավետարանն է, ուստի շատեր չեն գիտեր թե ինչպես կլա խաչի քարոզությունը եւ մեծ դժվարություն ունին զանազանելու սուտ ավետարանը ճշմարիտ ավետարանեն։ Բազմաթիվ եկեղեցիները եւ ժողովարանները ներս անդադար կկարոզվին մարդագետրոն սուտ ավետարաններ եւ շատ քիչեր կարող են այդ սուտ ավետարանները զանազանել ճշմարիտ ավետարանեն։ Գրեթե բոլոր լսողները ամեն գսեն այդ սուտ ավետարաններուն զանոնք ճշմարիտ ավետարանը գարձելով։ Այս պատճառով ուզեցի խաչի ուղիղ քարոզության մասին օրինակ մտալ այսօր, որպեսզի հստականա թե ինչ է խաչի խոսքը եւ թե ինչպես կլա խաչի քարոզությունը կամ խաչագետրոն, քրիստոսագետրոն քարոզությունը։ Ուրեմն նորեն կհիշեցնեմ, որ ամեն սուրբ գրային հատվածի մեջ պետք է տեսնենք Աստուծո սրբության գադարյալ չափանիշը, մարդուն ամբողջական մեղավորությունը, այսինքն թե մարդը բնավ արտարություն չունի, այլ բոլորովին մեղավոր է, եւ պետք է տեսնենք խաչյալ Քրիստոսը որպես միակ բրգիչ։ Եվ այս բոլորը պետք է տեսնենք ուխտական սկզբունքին համաձայն, այսինքն եկեղեցիի ուխտին ծիրեն ներս։ Օրինակի համար, եթե քարոզիչը քեզի քարոզե Դավիթի եւ Գողիաթի պատմության հատվածեն եւ բացատրե թե ինչպես Դավիթի պես պիտի սորվիս կամ պիտի գարենաս սպաննել քու կյանքիդ մեջ գտնվող Գողիաթները, կամ թե քեզի դա Դավիթի ժողված քարերուն խորհրդանշական իմաստը եւ բացատրե թե ինչպես մենք մեր քիչով գրնանք Աստուծո օգնությամբ Գողիաթներու կամ հսկաներու վրա հաղթանակ տանել եւ այլն։ Այսպիսի քարոզիչը գետրոնացած է մարդուն գեղձ արտարության վրա եւ գմերժե ճշմարիտ ավետարանը ու քեզի մահացու սուդեր կկարոզե։ Այս պատմության մեջ Քեզ Դավիթին նմանցնելով այս քարոզիչը քեզի գսե թե թուն որոշ արդարություն կամ զորություն ունիս, սակայն ադոնք անբավարար են։ Բայց գսե թե Աստուծո օգնությամբ քու դգար կարողություններդ բավարար կդառնան հաղթելու համար։ Ասիկա մեծ սուտ է, որովհետև մենք բնավ արդարություն չունենք եւ բնավ կարող չենք մեղքին վրա հաղթանակ տանելու նույնիսկ Աստուծո օգնությամբ եւ որքան ալ զորավոր հավատք ունենանք։ Դավիթի եւ Գողիաթի պատմության մեջ օրենքը մեզի կսորվեցնե, թե պետք է գադարելապես Աստուծո վստահենք, գադարյալ հավատք ունենանք եւ մեղքն ու սատանան գադարելապես հաղթահարենք։ Նաեւ այս պատմության մեջ օրենքը մեզի կցուցնե, թե մենք այս գադարելության բարձր չափանիշեն բոլորովին բացած ենք, ուստի բրգիչի պետք ունենք։ Այսպես Դավիթի եւ Գողիաթի պատմության մեջ Դավիթ կներկայացնե Քրիստոսը եւ ոչ հավատացյալները։ Ճիշտ է, որ այլ հատվածներու մեջ Դավիթ կրնա ներկայացնել հավատացյալը, սակայն այս հատվածին մեջ Դավիթ հավատացյալը չի ներկայացներ։ Այս պատմության մեջ Դավիթ քեզ ուզիչ չի ներկայացներ, այլ Քրիստոսը կներկայացնե։ Առաջին թագավորած գիրքին մեջ մեկ գլուխ առաջ Դավիթ Աստուծո գոմե օծված էր որպես թագավոր Իսրայելի, դարձած էր Աստուծո օծյալը, Քրիստոսի պատգերը, որ Իսրայելը պիտի բրգեր որպես պատգեր այն բրգության զոր Քրիստոս պիտի գադարեր։ Գհիշեցնեմ, որ Քրիստոս բառը օծյալ կնշանակե։ Ուստի հաջորդ գլուխին մեջ Աստուծո Սուրբ Հոգին մեզի կներկայացնե Դավիթը որպես այս բրգիչ օծյալ թագավորը, որ Իսրայելը կբրգե փղշտացիներուն ցերկեն։ Այս պատմության մեջ Սուրբ Հոգին Գողիաթը կցուցնե որպես սատանային եւ մեղքին ներկայացուցիչ։ Եվ այս պատմության մեջ Իսրայելի բանակն է հավատացյալներուն կամ Աստուծո ժողովրդին ներկայացուցիչը։ Թուն ու ես Իսրայելի բանակին այդ մարդիկն ենք, որոնք Գողիաթի առջև սարսափած ու զարհուրած կգենային եւ ոչինչ կարող էին անել։ Մենք առանց Քրիստոսին սատանային եւ մեղքին առջև այսպես բոլորովին անկարող ենք։ Մեղքի քերի ենք, սատանային քերի ենք եւ միայն անոր չարգամ կգնենք բնությամբ, ինչպես տեսանք։ Մենք պետք ունենք բրգիչիմը, որ մեզ ազատագրե այս քերութենեն։ Եվ ահա գուքա Դավիթի որդին, Քրիստոս, ղրգված իր հոր գողմե։ Դավիթ ղրգվեցավ իր հոր գողմե, այսինքն Աստուծո գողմե։ Եթե այս պատմության մեջ բարձրապես տեսնենք, թե Դավիթ ղրգվեցավ իր հոր Հեսեի գողմե, այդ բարակային այս պատմության մեջ գտնվող Սուրբ Հոգիի պատգամը ըմբռնած չեն կլար։ Ինչպես ասի, մեկ գլուխ առաջ Աստված Սամուել մարգարեին միջոցով Դավիթը օծած էր որպես թագավոր։ Երկրորդ Սաղմոսին մեջ Դավիթ Սուրբ Հոգիով գրեց, թե Աստված ասավ.
Ես օձեցի իմ տակավորս իմ սուրբ լերանս Սիոնի վրա 6-րդ համար եւ Դավիթ շարունակեց ու ասավ հրամանը պիտի հայտարարեմ դերը ինձի ասավ թուն իմ որդիս ես քեզ այսօր ծնա 7-րդ համար Այն օրը երբ Աստված Դավիթը տակավոր օձեց Դավիթ ծնավ որպես Աստուծո որդի այսինքն որպես Սիոնի օձյալ տակավոր Այսպես ան եղավ պատկերմը Քրիստոսին, որ ի հավիտենից բնությամբ ծնած է հորմե, այսինքն բնությամբ Աստուծո որդին է եւ ոչ նշանակումով կամ յուղով օծվելով Դավիթի պես։ Դավիթ բարձաբես պատկերմն էր Աստուծո հավիտենական որդվույն։ Ուրեմն Դավիթի հայրը Աստված զինք ղրգեց Իսրայելը բրգելու համար։ Թեև պատմության մեջ գտվի այնպես, որպես թե բարձ տիպված մներ ադիգա։ Գտվի այնպես որպես թե Հեսեն Դավիթը բարձաբես ղրգեց իր եղբայրներուն մոտ եւ բադահմամբ Գողիաթը ճիշտ այն ադեն ելավ բորած ու Դավիթ լսեց եւ ուզեց մենամարտիլ Նկատենք նաեւ որ Դավիթ Իսրայելի բանակին մաս չեր գազմեր այլ դուրսեն գուկար Մեզ մե ոչ ոք կարող էր Գողիաթին թեմ տնել այսինքն սատանային ու մեղքին թեմ տնել ուստի Քրիստոս պետք էր երկինքեն կար մարմնանար մարտանար որբեսի մեզ բրգե Ուրեմն Դավիթի որդին Քրիստոս ահագահասնի գրվի տաշտ Ան առանցին եւ առանց մեր օգնության ու առանց մեր կողմէ որևէ աջակցության կամ օժանդակության սատանան ու մեղքը հաղթահարեց խաչին վրա Ան մենամարտին մեջ մարդուն իմաստության զորությունը չկործածեց այլ Աստուծո իմաստությունն ու զորությունը խաչը որ մարդոց համար հիմարություն ու դգարություն է Մենք կսպասեինք որ ան մեզ ազատագրե մեր իմաստության զորությամբ Քիրքը գսե Սավուղ իր հանդերձները Դավիթի հագցուց անոր գլուխը բղինցե սաղավարտ մտրավ եւ անոր զրահալ հագցուց Դավիթ հանդերձներուն վրայեն Սավուղի սուրը մեջ կգաբեց եւ ուզեց քալել քանի փորձած չէր հետո Դավիթ Սավուղի ասավ ասոնցմով չեմ գրնար քալել որովհետեւ վարժված չեմ ուստի Դավիթ ցանոնք իր վրայեն հանեց առաջին տակավորած 17-ը 38-ն 39 Դավիթ Գողիաթին ասավ թուն ինձի սուրով նիզակով ու դեկով գուկաս բայց ես զորքերու դիրոջ քու նախադած Իսրայելի զորասյուներուն աստուծույն անունով քեզի գուկամ առաջին տակավորած 17-ը 45 Հոս սուրը նիզակը եւ դեկը չեն հարցը Իսրայելի բանակն ալ այսպիսի զենքերով եկած էր նույնիսկ Դավիթ ինք իր ցերկը զենքը ուներ որքան ալ այդ զենքը դգարը լար համեմատված Գողիաթի մոտ գտնվող զենքերուն հետ բայց փուն հարցը այն է թե ուր հիմնված է մեր վստահությունը ինչ է մեր զորությունը Գողիաթ վստահած էր իր մարմնային հսկայական կարողություններուն իր զինվորական հմտության եւ իր ազդու զենքերուն Իսրայելի բանակն ալ վստահած էր նույն բաներուն, ուստի երբ Գողիաթի զորության հետ համեմատեցին իրենց ունեցած ուժը, բոլորը զարհուրեցան եւ չգրցան Գողիաթի դիմաց ելնել։ Անոնք մարդուն կարողության կվստահեին։ Մենք բնությամբ այսպես ենք։ Մենք կվստահենք մեր իմաստության, մեր զորության եւ մեր մարդկային արդարության։ Մենք բնությամբ աբստամբ ենք Աստուծո դեմ եւ գարամարհենք խաչի դգարությունը, որ Աստուծո զորությունն է։ Այս պատմության մեջ Դավիթ չվստահեցավ մարդկային զորության։ Գողիաթի մարմնային կարողություններուն հետ համեմատված Դավիթ լոկ մանուկ մներ։ Գողիաթի զինվորական հմտության դիմաց Դավիթ որևէ զինվորական վարժություն չուներ։ Ան նույնիսկ Սավուղի զենքերով չգրցավ քալել, որովհետև վարժված կամ մարզված չէր։ Գողիաթի ազդու զենքերուն դիմաց Դավիթ ուներ միայն հովիվի իր ցուբը, բարսադիկը եւ 5 քարեր։ Ասոն գրեթե ոչինչ էին Գողիաթի զենքերուն առջև, բայց հոն չէր Դավիթի վստահությունը կամ զորությունը։ Դավիթի վստահությունն ու զորությունը Աստուծո սուրբ անվան վրա հիմնված էին։ Աստուծո անունը, որ Աստուծո փուն ինքնությունն ու բնությունն է, որ խաչին մեջ մեզի գադարյալ ցևով հայտնվեցավ Քրիստոսով։ Խաչի զորությունն էր Դավիթին զորությունը։ Աստուծո սիրտին համաձայն եղող թագավորը Դավիթ Իսրայելը պիտի բրգեր խաչի դգարությամբ։ Խաչի զորությունը մարդոց աչքին դգարություն է, բայց խորքին մեջ Աստուծո իմաստությունն ու զորությունն է։ Քրիստոս Աստուծո այս կատարյալ զորությամբ մի անգամ ընդմիշտ հաղթահարեց սատանան ու մեղքը խաչին վրա եւ հաղթական հարություն արավ։ Դավիթ Գողիաթի գլուխը իր իսկ սուրով գդրեց։ Քրիստոս սատանան հաղթահարեց իր իսկ զենքով, մահով։ Ուրեմն, քանի որ զավակները հաղորդակցեցան մարմինին ու արյունին, ինքալ նմանապես բաժնեգից եղավ անոնց, որբեսի իր մահով ոչնչացնե ան, որ մահվան իշխանությունը
ուներ, այսինքն չարախոսը եւ ազատե անոնք, որ մահվան վախով ենթակա էին ըստ ըրգության իրենց ամբողջ կյանքի ընթացքին։ Եբրայեցիս 2:14-15 Իր այս հաղթանակով Տեր Հիսուս Քրիստոս մի անգամ ընդմիշտ իր ժողովուրդը ազատագրեց սատանայի եւ մեղքի կերուտենեն։ Գողիաթ Աստուծո ժողովրդին ըսավ. Ինչու դուրս ելեր եք ու մեզի դեմ պատերազմելու համար շարվեր եք, միթե ես փղշտացի չեմ, իսկ դուք սավուղի ստրուկները ձեր մեջ են մարդ մը ընտրեցեք, որբեսի իջնե ինձի հետ մենամարտի, եթե գարենա ինձի հետ կրվիլ եւ զիս մերցնե, մենք ձեր ստրուկները գլանք, բայց եթե ես հաղթեմ ու զայն մերցնեմ, դուք մեր ստրուկները գլաք եւ մեզի կծառայեք։ Առաջին Թագավորաց 17:8-9 Մեկ անցի հաղթանակով ազատ ու հաղթական պիտի ըլլար ամբողջ Աստուծո ժողովուրդը։ Քրիստոսի մեկ հաղթանակով իր ամբողջ ժողովուրդը եկեղեցին ազատագրվեցավ մեղքի կերուտենեն եւ վերջնական հաղթանակը ունեցավ մեղքին թեմ։ Անոնք, որոնք Քրիստոսի մեջ են, ալ մեղքի կերի չեն, այլ Աստուծո որդիներ են ու հաղթական թագավորական քահանայություն, թեև իրենք ոչինչ չրին այս ազատությունը եւ հաղթանակը ունենալու համար։ Անոնք մի անգամ ընդմիշտ Աստուծո առջև արդարացած են եւ անոր հետ հաշտված, հավիտենական խաղաղություն ունին Աստուծո հետ Քրիստոսով, որ անոնց բարի հովիվն է։ Բարի հովիվը իր խաչով չախչախեց հին օծին սատանային գլուխը։ Քրիստոսի խաչի մենամարտով Աստուծո որդիները հաղթեցին առանց որևէ պատերազմ մղելու տշնամիին դեմ։ Բայց անգամ որ այս ազատությունն ու հաղթանակը ունեցան, այլևս կրնային Քրիստոսի այդ մեկ հաղթանակին զորությամբ տշնամիին դեմ պատերազմիլ ու հաղթել, որովհետև այդ տշնամին արդեն վերջնականորեն հաղթահարված է խաչով։ Այլևս Աստուծո ժողովուրդը կրնա այդ հաղթանակին վստահելով եւ այդ հաղթանակին զորությամբ, խաչի զորությամբ հաղթահարել մեղքը ու սատանան։ Այսպես Դավիթի մեկ հաղթանակեն յետ կգարտանք հետևյալը. Բղշտացիները իրենց օրավոր մարդուն մեռնիլը տեսնելով փախան, այն ադեն Իսրայելի ու Հութայի մարդիկը կանգնեցան եւ քորալով բղշտացիները հալածեցին մինչեւ Հովիդը ու մինչեւ Ագարոնի դռները։ Խոցված բղշտացիները Սաքարիմի ջամփային վրա ինգան մինչեւ Քեթ եւ Ագարոն։ Առաջին Թագավորաց 17:51-52 Անգամ որ սատանան ու մեղքը մի անգամ ընդմիշտ հաղթահարված են խաչին վրա, այլևս Աստուծո ազատագրված ժողովուրդը կրնա մեղքերուն թեմ պատերազմիլ ու հաղթել ոչ իր զորության վստահելով, այլ վստահելով խաչի հիմարության կամ դգարության, որ Աստուծո հաղթական զորությունն է։ Աստուծո ժողովրդին այս պատերազմը կշարունակվի մեր ամբողջ կյանքին ընթացքին եւ կգոչվի սրբացում։ Այս է սրբացումի ընթացքը, որուն մեջ մեզի հաղորդվի Քրիստոսի խաչին արդարությունը եւ օրե-օր գաջինք այդ սրբության կամ շնորհքին մեջ։ Այս պատերազմը կլրանա միայն երբ կննչենք Քրիստոսով, այսինքն երբ այս կյանքեն կմեկնենք վերին Երուսաղեմ։ Հոս այս կյանքին մեջ կգտնվին այն սուրբերը, որոնք կգազմեն զինվորյալ եկեղեցին, այսինքն եկեղեցի այն բաժինը, որ դակավին հոգևոր պատերազմին մեջ է։ Իսկ վերին Երուսաղեմի մեջ կգտնվին այն սուրբերը, որոնք կգազմեն հաղթական եկեղեցին, այսինքն եկեղեցի է այն բաժինը, որ հոգևոր պատերազմեն եւ իր գործերեն հանգչած է։ Սակայն ուշադիր, եկեղեցին բնավ վեկչե բաժնենք երկու եկեղեցիներու, այսինքն անգախ անհատներու, որոնք կհաղթեն Քրիստոսով եւ գահստին վերին Երուսաղեմ, եւ այլ անգախ անհատներու, որոնք հոս դակավին կբայկարին։ Գա միայն մեկ եկեղեցի, եւ եկեղեցին մեկ մարմին է, Քրիստոսի մարմինը։ Եկեղեցին իր ամբողջությամբ սատանային եւ մեղքին վրա Քրիստոսով իր վերջնական հաղթանակը պիտի ունենա այն ադեն, երբ Քրիստոս երկինքեն Աստուծո փառքով վերադառնա թադելու իր բոլոր արարածները։ Այս պատճառով Պողոս առաքյալ գրեց. «Եվ խաղաղության Աստվածը շուտով պիտի չախչախե սատանան ձեր ոտքերուն դակ» Հռովմայեցիս 16:20 Աստված, որ խաղաղությունը կատարեց արդեն Քրիստոսի խաչով սատանային գլուխը չախչախելով, նաև գործնականորեն այդ նույն խաչով իր եկեղեցին ոտքերուն տակ հիմա կչախչախե սատանան եւ վերջնականորեն պիտի չախչախե սատանան մոտ ադենեն։ Մենք չենք որ կչախչախենք ու պիտի չախչախենք սատանան, այլ Աստված, որ եկեղեցին կսրբացնե Քրիստոսի խաչին շնորհքով։ Հոս պետք է նկատենք ուխտական սկզբունքը։ Դավիթ իր հաղթանակով Իսրայելի ժողովուրդեն որոշ անհատներ չազատագրեց միայն, այլ ազատագրեց ամբողջ Իսրայելի ժողովուրդը։
Հոսարակ նկատողությունն այստեղ հիշված Իսրայելի ժողովուրդը կապ չունի այսօր միջին արևելքի մեջ գտնվող սիոնական պետության հետ, որ Աստուծո ժողովուրդը չէ։ Անշուշտ բոլոր այն հրյաները, որոնք Քրիստոսի գավադան ու եկեղեցին կմիանան, եկեղեցին գազմող բոլոր ազգերուն հետ կլան Աստուծո ժողովուրդը եկեղեցին։ Ուրեմն վերադառնանք մեր նյութին։ Ըսի թե հոս պետք է նկատենք ուխտական սկզբունքը։ Դավիթ իր հաղթանակով Իսրայելի ժողովուրդեն որոշ անհատներ չազատագրեց միայն, այլ ազատագրեց ամբողջ Իսրայելի ժողովուրդը։ Ամբողջ ժողովուրդը հաղթական եղավ, թեև անոնց մեջ կան անհատներ ալ, որոնք բարձրապես հրյա են մարմինի տլպադությամբ, սակայն սիրտով Աստուծո դեմ ապստամբ են։ Այդ անհավատները ուխտական իմաստով ազատագրվեցան ու հաղթեցին Դավիթի հաղթանակով, որովհետև Աստծո ժողովրդին ուխտին մեջ կգտնվին։ Սակայն միայն ճշմարիտ հավատացյալները ունին իսկական հոգևոր սիրտի ազատությունը մեղքեն։ Նույնն էր բարական, երբ Աստված իր ժողովուրդը ազատագրեց Եգիպտոսի կերուտենեն։ Բոլորը դուրս եկան Եգիպտոսի ծառայութենեն կամ ստրգութենեն։ Բոլորը անցան Գարմիր ծովեն, որ խորհրդանիշ էր մգրդության խորհուրդին։ Բոլորը գերան նույն հոգևոր գերագուրը եւ խմեցին նույն հոգևոր խմելիքը, որոնք խորհրդանիշ են Քրիստոսի մարմինին եւ արյան, որոնց հաղորդ կդառնանք Սուրբ հաղորդության խորհուրդին մեջ։ Մեկ խոսքով բոլորը դուրս ելան ստրգութենեն եւ բոլորը մասնագից դարձան ուխտին եւ խորհուրդներուն։ Սակայն Աստուծո խոսքը գսե թե անոնց մեջ շատեր ճշմարիտ հավատք չունեին, այլ անհավատ էին։ Գարտանք։ Եղբայրներ, չեմ ուզեր, որ անկիդանաք թե մեր հայրերը բոլորն ալ ամբին դագ էին, բոլորն ալ ծովեն անցան, ու բոլորն ալ Մովսեսով մգրդվեցան ամբին եւ ծովուն մեջ։ Բոլորն ալ գերան նույն հոգևոր գերագուրը, բոլորն ալ խմեցին նույն հոգևոր խմելիքը, որովհետեւ կխմեին այն հոգևոր վեմեն, որ իրենց կհետևեր, եւ այդ վեմը Քրիստոսն էր։ Բայց անոնց մեջ շատերը հաջելի չեղան Աստուծո, քանի որ անաբադին մեջ փրված ինգան առաջին Կորինթացիս 10:1-5։ Իսկ որոնց մեզ զսվեցավ 40 տարի, մեղանչողներեն չէր, որոնց թիագները ինգան անաբադին մեջ, եւ որոնց երթում հրավ թե պիտի չմտնեն իր հանգստավայրը, եթե ոչ անհնազանդներուն, ու կտեսնենք, թե չգրցան մտնել իրենց անհավատության պատճառով։ Եբրայեցիս 3:17-19։ Քարոզը լսողը պետք չէ բնավ այն դպավորությունը առնե, թե որովհետև Քրիստոս բոլորին համար մեռավ, ուստի ինքնաբերաբար ինք կփրկվի, բարձրապես որովհետև մգրդված է կամ հավատացած ու ապաշխարած է, եւ կարելի եղած չանքը գտապե բարի ըլլալու համար։ Փրկության վստահությունը բնավ պետք չէ հիմնվի որևէ բանի վրա, որ մարդեն գուքա։ Պետք չէ քարոզը քաչալերե մարմինը կամ անգյալ եւ չար մարդկային բնությունը։ Քարոզը պետք չէ քաչալերե կամ հաստատե մարդուն արդարությունը։ Քարոզը պետք է ըլլա խաչագետրոն, պետք է հիմնված ըլլա Աստուծո արդարության վրա, պետք է հայտարարե ու հայտնե մարդուն ամբողջական մեղավորությունը եւ պետք է մեղավորը առաջնորդե վստահելու միմիայն խաչյալ Քրիստոսին։ Այս է ճշմարիտ հավատքը, որուն միջոցով վերստին կծնինք, գարտարանանք ու գսրբանանք։ Ամբողջ փառքը միայն Աստուծո, Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո, ամեն։